Այսօր մայիսի 17-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, այսօր կարող եք բախվել որոշակի անորոշությունների, խորհուրդ է տրվում խուսափել շտապողականությունից ու զգուշությամբ մոտենալ շփումներին։ Ցուլեր, օրը նվիրեք ձեզ և ձեր ընտանիքին, ցուլերին, որոնց վրա հենված է տունը, արժե վերանայել իրենց դերը, հնարավոր է, որ ժամանակն է ձեր գործառույթների մի մասը փոխանցել տնեցիներից մեկին։ Երկվորյակներ, այսօր կարող եք սիրախաղ ունենալ մարդկանց հետ, սակայն զգուշացեք, այդ վարքագիծը կարող է վիրավորել ձեզ համար թանկ մարդկանց։ Խեցգետիններ, հնարավոր է, որ այսօր ձեզ անհրաժեշտ է լինել վերաիմաստավորել սիրելիի հետ հարաբերությունները։ Հնարավոր է դրանք աստիճանաբար մտել են փակուղի ու այժմ ժամանակն է որոշակի փոփոխություններ կատարել։ Առյուծներ, այսօր կարող եք զգալ, որ պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ուզում։ Հակառակ դեպքում չեք կարողանա ճիշտ որոշում կայացնել, հստակ պարզեք ձեր բոլոր նպատակներն ու ցանկությունները։ Կույսեր, այսօր պետք չէ կուրորեն հավատալ և վստահել ձեր սիրելիին։ Նա կարող է չկատարել իր խոստումները, ձեր սիրելին կանի ամեն ինչ, բացի այն, ինչ դուք ակնկալում եք։ Կշարքներ, այսօր կհասկանաք, որ արդեն կարող եք լուրջ գործերով զբաղվել ու ինչու ոչ ձեր սեփական բիզնեսը սկսել։ Մտածեք, խորհրդակցեք, ամեն բան էլ կստացվի։ Կարիճներ, այսօր կարող եք զգալ, որ պետք է կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա ու զարգացնել ինքնագիտակցությունը։ Հնարավոր է որոշ հարաբերություններում անհրաժեշտ լինի վերաիմաստավորել ձեր դերը։ Աղեղնավորներ, օրը կարող է բերել նոր հնարավորություններ, բաց մի թողեք դրանք և պատրաստ եղեք արագ արձագանքման։ Ձեր էներգիան և վճռականությունը կօգնեն հասնել հաջողության։ Այծեղջուրներ, այսօր կարող եք զգալ, որ պետք է վերանայել ձեր նպատակներն ու առաջնահերթությունները։ Հնարավոր է, որ որոշ պլաններ կփոխվեն ավելի արդյունավետ լինելու համար։ Ջրհոսներ, օրը կարող է լինել հագեցած ու պահանջել ձեր ամբողջ ուշադրությունը։ Փորձեք պահպանել հավասարակշռությունը ու չխուսափել ավելորդ լարվածությունից։ Ձկներ, այսօր կարող եք զգալ, որ պետք է ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ։ Հնարավոր է, որ որոշ հարցերում անհրաժեշտ լինի վերանայել ձեր մոտեցումները ու գտնել նոր լուծումներ։ Դե ինչ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, մնացեք Օրագիր Նյուզի հետ։